Աստվածաշնչական համարներ ու արտահայտություններ, որոնք մուտք գործած են հայոց լեզվին մեջ։ Հաջորդ խորհրդածություններու շարքը կապված է Մեծիդանը Գիլիգիո կաթողիկոսության ամսակիր հասկեն եւ պատրաստված հոգեշնոր դեր Արաքել Ապեղա Կադեհճյանի կողմը։ Հայ ազգը իր տարավոր պատմության ընթացքին ջանցված է իր բարեպաշտությամբ եւ աստվածիրությամբ։ Չկա աշխարհի մեջ ազգը, որ այնքան սեր ցուցաբերած ու խորապես կապված է աստվածաշունչ մատյանին, եկեղեցու եւ քրիստոնեական կրոնին, որքան հայ ազգը։ Այս հաստատումին պաստերը մենք կգտնենք հայ քրակետներու ստեղծագործությանց եւ հայ մամուլի էջերու մեջ, ինչպես նաեւ երեց սերունդի անդամներու մոտ։ Հայ քրակետներ հաջող իրենց արցակ կրություններուն, բանաստեղծական ստեղծագործություններուն եւ գեղարվեստական գդորներու մեջ հիշած են աստվածաշնչական համարներ, եկեղեցական ծիսական բարեր եւ քրիստոնեական դարձվածքներ, որոնք արժանավես կպաստեն հայ ազգին սերտ կապվածությունը աստվածաշունչ մատյանին եւ հայ արաքելական սուրբ եկեղեցին։ Օրինակ, Դանիել Վարուժան հացին երկը խորակիրը գրող իր յուրահատուկ բանաստեղծական գործի մեջ բանաստեղծություն ունի Անտաստան անունով, որ իրականության մեջ եկեղեցական ծիսական բարմն է եւ հայ եկեղեցու ձեսին մեջ կատարվող արարողությունը։ Արձակագիր Արշակ Չոբանյան աստվածաշունչ մատյանին մասին հետեւյալը գրած է. Աստվածաշունչը կրոնական գիրք մջելով մարդկային սրդին ու ուղեղին կերտողական եւ իմաստասիրական բարձրակույն արտահայտությունները մեկն է։ Արդիական քաղաքագործությունը այդ հսկա կրկին եւ հին հելլեն մշակույթի զուգախառնումին արդյունքն է։ Բանաստեղծ Վարյուշ Սևակ ճշմարիտ հայ գրագետին արժանիկը ճշտելով գսե, ով չի գարտացել աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել, առավել եւս գրագանակետ։ Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել աստվածաշունչից։ Այստեղ է բոլոր ժանրերի ու սյուժեների սկիզբը, նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխ գործոցները։ Շահանթուխ բանաստեղծական գործ ունի Ավանդատուն անունով, որ իրականության մեջ եկեղեցական ծիսական բարմն է եւ կնշանակե խորանին գից գտնվող սենյակը, ուր կգտնվին եկեղեցական սրբություններ ու անոթներ ու նաեւ կահանան կստավորվի։ Դակավին կարելի է շարքը երկարել։ Աստվածաշունչ մատյանի նկատմամբ հայացքին ունեցած անսահման սիրուն հայելին այսօրվան երեք սերունդն է։ Յուրաքանչյուր հայ մամիկ եւ բաբիկ իր օրը սկսած չի համարել, եթե արավոտուն չարդասանի դերունական աղոթքը չընթերցե աստվածաշնչական գլուխներ եւ սուրբերու գոմե գրված աղոթակիրքերեն, ինչպես Նարեկ Կիբրիանոս, Եփրեմ Խորի Ասորի եւ այլ աղոթներ։ Ամեն գերագի երեք սերունդին պատկանող անձեր իրենց թորներուն ցերկեն բռնած ցանոք եկեղեցի առաջնորդեն։ Երբ որևէ հայ դարեց չկարողանա եկեղեցի երթալ սուրբ ծնունդին, դառնուտ առաջին, կարասնորյա բահեցողության գերագիներուն եւ հսկումներուն, սուրբ զադիգին, սուրբ համբարձումին, վարդաբարին կամ սուրբ բայձարագերբության եւ այլ դերունի ու եկեղեցական դոներու ինքզինք մեղավոր բսկա։ Ասոնց կողքին հայ երեցին պերանեն ամբագաս են աղոթներն ու օրհնությունը, որոնց պատճառով անոնք կոչված են աղոթահամ եւ օրհնյալ։ Հայ մամուլը պատմության ընթացքին միշտ հատուկ դեղ ու բաժին տված է կրոնական բարոյական կրություններուն եւ եկեղեցական դոներուն եւ հայտարարություններուն։ Հայ մամուլը ինչ բնույթ ունենա, որ գազագերբության պատկանի անկարելի է, որ իլույս չնձայե եկեղեցական դոներու բարոյակիդական նյութերու եւ սուրբ գրային թեմաներու մասին գրված հոդվածներ։ Անշուշտ նույն մոդեցում ունի նաեւ կրոնական բնույթ ունեցող մամուլը։ Այսպիսով կտեսնենք, թե հայ ազգը տարերու ընթացքին ամրորեն բարած է աստվածաշունչ մատյանին ու հայ եկեղեցու դոներուն եւ ավանդություններուն, զանոնք վերածելով հայ թթվածինին անբաժանելի մեկ մասնիկը։ Ասոր իբրև արդյունք հայ խոսակցական թե քրական լեզվի մեջ մուտք գործած են աստվածաշնչական համարներ ու արտահայտություններ, որոնք այսօր մեր ժողովրդի զավակներու կողմէ կգործածվին իբրև առած։ Մեր հաջորդ խորհրդածություններում պիտի ներկայացվին անոնց միայն այն համարներն ու արտահայտությունները, որոնք մեծ ժողովրդականություն վայելած են ու կվայելեն մեր ժողովրդին կողմէ։ Շեշտը տրված է առավելապար 5 դագարանի վրա, որովհետև այսօր 5 դագարանը չընթերցվիր մեր ժողովրդին կողմէ, որքան նոր դագարանը։
Ուրեմն հաջորդին պիտի անդրադառնան այդ աստվածաշնչական համարներու մասին։ Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Ավետյանը մինչեւ Ավետյան։ Ամեն։ Հոր երրորդու եւ ոգին սրբո, ամեն։ Մենք աստվածաշունչը շատ գսիրենք, բայց շատ ադեն դուներ գերտամ, աստվածաշունչ ասանք բացված թեված է, հալեպի սովորությունը թերևս։ Հա, գսեմ, արդյոք գգարտակ, չէ գսեմ։ Զեմ ինչու բաց կտնեք, եմ ամասը սերը տնես օրհնություն գուկա։ Ագսեմ լավ է, լավ սկիզբ է, բայց երբ որ բամը գրված է, պիտի է գարտաս նայես ինչ գրված է, թեղահատը գարնես, դուպը կգարտաս չէ, մեծին որ չապ կարելի է, պզդիգին որ չապ կարելի է, ուրիշ բամը պիտ պատրաստես, կուզես նայես շաքարը որ չապ է մեջ է, կգարտաս, որ չապ տնեմ, որ չապ բաքսեցնեմ։ Ուրեմն Աստծո խոսքը մեզի համար ոչ թե միայն գրված խոսք է, կյանքի խոսք է։ Ադուր համար մեր լեզվի մեջ տարբեր է օդար լեզուներեն աստվածաշունչ բառը, օդար լեզվի մեջ Բիբլիա կամ Bible, չէ, որը գրված կնշանակի, կամ scripture որ կսեն, հին գրություն, որ իր մեջը չունի այդ կենդանության շունչը, ինչպես հայերեն լեզվի մեջ, որտեղ մենք առած ենք Պողոս առաքյալի խոսքեն, որ Տիմոթեոսին գսե, որ հարգի, անհարգի մարդոց ուշքի բեր, այսինքն իրենց արդարություն սորվեցուր թաստիրագե Աստծո խոսքով, որովհետև Աստծո շունչով գրված բոլոր գրքերը օգտակար են։ Եվ մեր լեզուն շատ գեղեցիկ ձևով Աստծո շունչ բառարել է եւ դրել է Աստվածաշունչ, որովհետև բոլոր գրվածքները Աստծո շունչով ներշնչված մարգարեներու, թագավորներու, առաքյալներու իրենց մեջով անցկացած, այսինքն իրենք նախ աբրած են աս ամեն ինչը, վերջը գրած են։ Ուրեմն նույնը մենք ենք։ Եվ այսօր հետևյալ ձևով, երբ որ Հովհաննես Ավետարանիչի ընտանական թուղթը կարդայինք, կսե մենք ինչպես գիտնանք ճիշտ Քրիստոսները եւ ոչ ճիշտ Քրիստոսները։ Եվ գսե այն որ Աստծո պատվիրանները կգործադրե, Աստծո միացած կլա։ Հետաքրքիր է, չէ՞, ինչպես մենք կմիանանք Աստծո, երբ որ իր խոսքը մեր կյանքի մեջ կմտնե եւ ուղեղեն սիրտ գերտա իրականություն կդառնա։ Որովհետեւ ուրիշ տեղ սուրբերեն մեկը գսե, որ Աստված պահմտած է իր պատվիրանի տակը։ Այսինքն, ինչպես պիտի երթաս քարը հանես պզդիկ ադեն թիթեր կփնտրեինք, ասենք, չէ՞, կամ ինչ կսե, Word կփնտրեինք, պիտի բարձրացնեինք, այն ադեն iPad չի գար, դուրս պիտի երթային կամ բզես պտնելու կամ Word-ով խաղալու։ Այս քարը պիտի բարձրացնեինք։ Նույնը Աստված իր պատվիրանի տակը պահմտած է, այսինքն պետք է գրանաս, ձրիս, որը սեր է խոնարես, վեր բարձրացնես, որը սեր է չանք թափես եւ նայես հոմ ինչ կա գրված։ Որովհետև երբ որ ասիկա գնենք, կնշանակի հանձնարարություն ունենք Աստուծո առջև խոնարելու, որտեղ ադիկա ոչ թե բարձ քրություն է, բարձ օրենք է, օտոքշելու օրենքներու պես, ոչ, ասիկա մեր այս կյանքի հոգեմտավոր առողջության եւ ինչ որ պիտի ժառանգենք հավիտենության մեջ պատվիրաններն են, Աստված տվավ մեզի պատվիրան, որը հրամանի պես է, ոչ թե սա առաջարկ ունիմ ձեզի համար, եթե կգամենակ, չէ, սա պատվիրան ունիմ, օրինակ, երկու տիրոջ չեք կրնար ծառայել, հստակ է, սահմանված է, չի սեր գիտեք ինչ հաջիկ երկու տիրոջ մի ծառայել, ոչ, տիրոջ խոսքերը ամեն մեկը, ասանք խտացված, ինչ են խմորի պես, որ գբացվի մեզ համար, մեր կյանքին համար։ Ադոր համար, կսե Հովհաննես առաքյալը, որպեսզի կուզենք գիտնալ, որու հոգին կհետևենք եւ որուն կպատկանենք, պետք է Քրիստոսի միացածը լանք եւ ինչպես միացած կլանք, Աստծո խոսքի կործադրության եւ իր ներկայության իր ճաշակումով, որը
Սուրբ հաղորդության միջոցով կլա։ Հետևաբար Աստվածաշունչը մեզի համար կյանքի խոսք է, որ համար միշտ խորաններու գետրոնը դրված է, որտեղ ինչ որ գնենք, իր մեկը բխի։ Մենք չենք օրիներ ամեն անգամ երգում, ամեն անգամ բարը, ոչ։ Ինչ որ հիմնված է Տիրոջ խոսքի վրա, բادرակի բառերը, բսակի բառերը, մգրտության բառերը, ամենը գուկա Աստվածաշունչեն։ Հատ արած։ Մեր հայրերը շատ խելացի ձևով արել են այդ քույները, նգար մշիներ են։ Չէ, շատ խելացի ձևով սինթեզերել են այդ ամեն ինչով եւ արարողություն մեջտեղ բերել են, որ երբ որ գարտանք մեր աղոթքս ենք, Մատթեոսի մեջ գրված է։ Օրինակ, եթե կգարտակ Սուրբ Եփրեմ խորի ասորի աղոթները, կտեսնիք, որ ոչ չափ Աստվածաշունչեն կբերե։ Կսե ես մեղքի դեղմի մեջ եմ, ինչպես Եգիպտոսի մեջ իսրայելացիները, չէ, մեղքի իրապես դեղմի պես է կքաշել, չէ, եւ գսե ազատե ինձի նոր փառավոն են, որը սատանան է, որ չի ցկել մարդուն երթան։ Այսինքն ոչ չափ գիտե ելից քիրքի պատմությունը Աստվածաշունչին, որ իրականություն դարձած է։ Թող Աստված զորացնե, որ ոչ թե միայն իր պատվիրանները լսողը լանք, ոչ թե միայն Սուրբ Գիրքը բացողը լանք, կամ հերոյն համբուրողը լանք, այլ մոդենանք, խոնարհին, լուսինտեր, անան գրե, որ քու պատվիրանները կամաց գործադրելու սկսեմ, որ կյանքս կախված է քու պատվիրանները։ Միասնաբար հայտնելս ենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս